Բարև ձեզ սիրելի հետևողներ, ձեզնից բազմաթիվ հարցեր եմ ստանում, ուզում եմ դրանց վերաբերյալ մի մեկնաբանություններ տամ։ Նախ առաջին հարցը, եթե Նիկոլը այդքան ձայն է հավաքել, ինչու լեգիտիմ չի։ Սիրելի ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանն ու ԿՊ-ն լեգիտիմ չեն, նրանք չունեն լեգիտիմ իշխանություն, որովհետև ընտրություններին նախորդած ժամանակահատվածում և ընտրական կամպանիայի ժամանակ հստակ և բիրտ ռեպրեսիոն մեթոդներ են կիրառել, անհամաչափ, անասելի վարչական ռեսուրս են կիրառել, ատելության խոսք են տարածել, ընդդիմադիրների և ընդդիմախոսների նկատմամբ կիրառել են ապօրինություններ, ունեցել են անհամեմատ մեծ հրապարակային անթույլատրելի աջակցություն արտաքին ուժերից, տվյալ դեպքում Արևմուտքից, բացահայտ, որը Հայաստանի ներքին գործերի խառնվելու կոնկրետ օրինակներ են։ Ես ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկել սեփական ժողովրդին։ Ինչ է ասել Փաշինյանը, ասել է, եթե իրեն սահմանադրական մեծամասնության չափ ձայն չտաք, ասիկ եթե ԿՊ-ն չձևավորի սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու։ Այսինքն, պիստոլետը դրել է մարդկանց ճակատին փոխաբերական իմաստով, ու այդ վախի, շանտաժի, ահաբեկման տակ մարդկանց տալ ընտրությունների։ Մարդկանց ասել է, եթե ինձ ձայն չտաք, եթե սահմանադրական մեծամասնություն չստանամ, պատերազմ է լինելու սեպտեմբերին աղետալի։ Այդ դեպքում հնարավոր է ռացիոնալ ընտրություն։ Այս ընտրությունները վախի, ահաբեկման մթնոլորտում, երբ որ ժողովրդին վախեցնում են պատերազմով, են ավերիչ, աղետալի, հնարավոր է նորմալ ընտրություն։ Իհարկե ոչ։ Բայց հիմա ԿՊԱ-ականներին նայում ես քեֆ ուրախության մեջ են, երեկ էլ Նիկոլը տաշի-տուշի մեջ էր։ Ինչի վրա ես տաշի-տուշի անում, դու ես անոնսել պատերազմը, սահմանադրական մեծամասնություն չունես, հետևաբար քո ասելով սեպտեմբերին պատերազմ է սպասում, բա եկլի վարչապետը, որ անոնսել է պատերազմ ու այդքան ձայն չի հավաքել, պետք է այս տաշի-տուշիների մեջ լինի։ Բայց խնդիրը դրա մեջ չի, խնդիրը նրա մեջ է, որ հերթական անգամ Նիկոլը խաբել է ձեզ։ Եթե 21 թվականին հայ ժողովրդին խաբել է Արցախի անջատում հանուն փրկություն, Շուշիի և Հադրութի դեօկուպացիայով, հիմա էլ խաբել է, ասա, եթե ես սահմանադրական մեծամասնություն չունենամ, եթե ինձ ձայն չտաք, պատերազմ է լինելու։ Հիմա սահմանադրական մեծամասնություն չունի, բայց ԿՊԱ-ականները ասում են պատերազմ չկա։ Հերթական անգամ ընկավ Նիկոլի թակարդը, հայ ժողովուրդ։ Եվ հետևաբար սրանք լեգիտիմ չեն, այս ընտրությունները։ Սա վախի մթնոլորտի պիստոլետը մարդկանց ճակատին դնելով ընտրություն է եղել։ Երկրորդը, ընդդիմության անելիքների մասին։ Մանդատն վերցնեն, թե չվերցնեն։ Նա վաղ ամսի 14-ն մի հատ տեսնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, չնայած ես մեծ իլյուզիաներ չունեմ, բայց պարլամենտ անցած ընդդիմադիր ուժերի որոշմանը մենք պետք է հարգանքով վերաբերենք։ Իրենց խնդիրն է, իրենք են այդքան վստահություն ստացել, տեսեք, ես ընտրության չեմ մասնակցել, մեր թիմը չի մասնակցել, մենք ասում ենք, երկու տարբերակներ, տարբեր վարիանտներով կարելի է կիրառել։ Իրանք պետք է որոշեն, մանդատները վերցնում են, թե չեն վերցնում, եթե վերցնում են, ինչ են անում, եթե չեն վերցնում, ինչ են անում։ Սա իրանց որոշելիքն է, որովհետև մենք ենք իրանց այդքան ձայն տվել։ Մնացած ընդդիմադիրներից, արտախորհրդանական ընդդիմադիրներից պահվածքի մասին, ոչ միայն արտախորհրդանական, բոլոր նրանք, ովքեր որ իրենց համարում են Նիկոլ Փաշինյանի ընդդիմություն, ունեն ընդդիմադիր հայացքներ, կապ չունի 18 թվից ունեն, թե այսօրվանից ունեն, բայց իրական։ Պետք է մի կողմ դնեն բոլոր փոխհրաձգությունները և կենտրոնանան այս հակապետական ռեժիմի դեմ պայքարելու մեջ և սրանց ստերը վեր հանելու մեջ, որովհետև ներ ընդդիմադիր ցանկացած կզվրտոց, էմոցիոնալ պոռթկում կլինի, քաղաքական գնահատական կլինի, չգիտեմ, մեկի համար վիրավորան կլինի, մեկի համար դա կլինի քաղաքական գնահատական, դա բերելու է բացառապես Նիկոլ Փաշինյանի միավորների ավելացման, դա ձեռնտու է բացառապես Փաշինյանին։ Հետևաբար, ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել,
Նիկոլ Փաշինյանը ընտրվել է ժողովրդին շանտաժ ու ահաբեկման ենթարկելով, պիստոլետը դնելով ժողովրդի քունքին ասելով, որ պետք է պատերազմ լինի, եթե ինչ չտրեք պատերազմ առնելու, այսօր խաբում արդեն, սահմանադրական մեծամասնություն չունի, բայց պատերազմի մասին խոսք չկա, արդեն հերքում են, ինչպես 21-ին խաբեցին, տենց էլ 26-ին ձեզ խաբեցին, մանդատը վերցնել չվերցնելու հարցը, բերեք թողեք մեր հարգարժան խորհրդարան անցած գործընկերների որոշմանը, երրորդն էլ ընդդիմության թիրախում պետք է լինի բացառապես ԿՊ-ին քննադատելն ու Նիկոլից Միլեն պայքարը։ Այսքանը լավ երեկո, լավ օր բոլորիդ։